Հարգելի լրագրողներ, գործընկերներ, հարգելի սիրելի քաղաքացիներ եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին այս կարևորագույն խնդիրը բարձրաձայնելու, լուսաբանելու համար։ Մենք հավաքվել ենք խոսելու մի խնդրի մասին, որը տարիներ շարունակ սուր է եղել, սակայն չի ստացել համակարգային լուծում։ Խոսքը կենսաթոշակների բարձրացման մասին է Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես արդեն նշեցին գործընկերներս, այդ նպատակով սկսել ենք կոլեկտիվ հանրագիր, պահանջելով կենսաթոշակների շոշափելի, ոչ թե սիմվոլիկ, այլ շոշափելի բարձրացում, իրական բարձրացում։ Մեր պահանջը շատ պարզ է, թոշակային համակարգը պետք է համապատասխանեցվի նկատի առնելով երկրում իրական սպառողական զամբյուղը, գնաճի ցուցանիշները եւ կենսունակ նվազագույնի չափը, կենսական նվազագույնի չափը։ Հաշվելով այս ամեն ինչը մենք առաջարկում ենք ու մենք որպես միավորում, որը կոչված է որպեսզի մեր ծնողները, մեր տատիկ-պապիկները ապրեն ավելի արժանապատվի, առողջ եւ ավելի երկար, մենք նախաձեռնել ենք այս քայլը, պահանջելով թոշակների 50% բարձրացում եւ կոլեկտիվ հանրագիր ենք ներկայացնելու, որի պահանջը բովանդակությունը հետեւյալն է, թույլ տվեք ուղղակի ընթերցեմ։ Տարիքային եւ հաշմանդամության թոշակների ու նպաստների բարձրացում 2026 թվականի ընթացքում առնվազն 50%-ի չափով, հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 1-ին գործող դրույքաչափերը։ Յուրաքանչյուր տարի իրականացնել թոշակների եւ նպաստների մեծության ինդեքսավորում առնվազն նախորդ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից արձանագրված սպառողական գնաճի տարեկան մեծության չափը։ Մեր անդամները իրականացնել են ստորագրավակը Հայաստանի Հանրապետության պատրաստ են բոլոր մարզերում, բոլոր քաղաքներում, կհանդիպեք իրենց տարբեր բնակավայրերում, հանրային վայրերում եւ կխնդրեն բոլորիս աջակցությունը Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների մասնակցություն այդ գործընթացին։ Սա այն քարտեզն է, որտեղ մենք այս պահին ունենք գրասենյակներ, ես հասցնելով նաեւ հիմա կնշեմ գրասենյակները, կոնկրետ որ մարզում, որ համայնքում ինչպիսի հասցներով են եւ քաղաքացիներին կառաջարկենք անպայման այցելել այդ գրասենյակներ ու միանալ այս կարևորագույն պահանջին։ Այս պահին, ինչպես նշեցին գործընկերներս, դեկտեմբերի 1-ից սկսվել է ստորագրահավաքը եւ այս պահին արդեն ունենք 5000-ից ավելի ստորագրություն։ Ու գործընթացը շարունակվել է, ես վստահ եմ դա մոտել ենք տասնյակ, միգուցե նաեւ 100,000-ների։ Հասցեները նշեմ, Քաղաք Երևան, կենտրոնական գրասենյակը մեր, Աբովյան 25, Քաղաք Երևան, մեր կենտրոնի գրասենյակը, Կողբացի 20, Կոտորակ 3, Քանաքեր Զեյթուն, Արաբկի, Դավթաշեն, Քաղաք Երևան, Կոմիտասի առաջին նրբանք 6, Կոտորակ 1, Աջափնյակ, Քաղաք Երևան, Մարգարյան 41, Կոտորակ 2, Նոր, Քաղաք Երևան, Գայի պողոտա 37, Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք, Ջիվանու փողոց 15, Վաղաշապատ, Մաշտոցի 0 կոտորակ 2, Սյունիքի մարզ, քաղաք Կապան, Գարեգին Նժդեի 12 կոտորակ 1, Գորիս, քաղաք Գորիս Հուսան Աշոտի 29, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Տիգրան Մեծի 2 կոտորակ 3, Լոռու մարզ, Ալավերդի, Թումանյան 49 կոտորակ 6, Ստեփանավան, Գարեգին Նժդեի 24 կոտորակ 2, Տաշիր, Երևանյան փողոց 7-րդ թաղամաս 218 եւ Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Բունյացյան 4 կոտորակ 1։ Մեր հեռախոսահամարը քաղաքացիները կարող են զանգել հարցերի պարագայում, նույնիսկ մենք ինքներս կարող ենք մոտենալ քաղաքացիներին։ Եթե քաղաքացիները ինչ-ինչ պատճառով չկարողանան մոտենալ, կարող են զանգահարել մեր կենտրոնական հեռախոսահամարով եւ կմոտենենք իրենց բնակավայր 033 97 82 81։ Ինչպես նշեցի, արդեն սկսել ենք եւ 5000-ից ավելի ստորագրություն ունենք այս պահին եւ մենք շարունակելու ենք հնարավորինս բոլոր քաղաքացիներին հասանել լինելու, որովհետեւ բոլոր մեր քաղաքացիները կարողանան միանալ այս կարևորագույն նախաձեռնությանը։ Շնորհակալություն, եթե կան հարցեր, խնդրեմ։